Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Երջանկությունը հազար դեմք ունի, բայց ոչ երեխաների դեպքում։ Ով է երջանիկ երեխան, ինչ կարող ենք մենք անել նրանց երջանկացնելու համար։ Ինքնուրույնություն, ձեռքբերովի թե գենետիկ հատկանիշ, կպարզենք քննարկելիս։ Ողջույն սիրելի մայրիկներ, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Նախքան թեմաներին անդրադառնալը ցանկանում եմ հեռուստադիտողներին մի փոքր պատմել ձեր մասին, որպեսզի ճանաչեն մոտավոր։ Անի Աճարյան, Անին դասավանդում է Գեղարվեստի պետական ակադեմիայում եւ ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում, Անին նաեւ ասպիրանտ է, բայց խոստովանում է, որ այդ ամենով հանդերձ հասցնում է ամբողջությամբ մասնակցել բանիկի խնամքի եւ դաստիարակության գործընթացին։ Խոստովանենք, որ բարդ է, բայց եթե Անին փաստում է, ուրեմն հասցնում է։ Իրեն Ղարիբյան, 13 եւ 7 տարեկան տղաների մայրիկ է։ Իրենը նա կարծում է, որ տղա երեխաներին ավելի դժվար ու բարդ է դաստիարակելը, բայց խոստովանում է նաեւ, որ գտել է բանալին եւ հաջողությամբ հաղթահարում է բոլոր խնդիրները։ Երկու տղա, որոնցից մեկը դեռահասության շրջանում է Իրեն, պետք է խոստովանեմ, որ բարդ փուլում եք գտնում, բայց փաստորեն սահուն անցնում եք նաեւ հասկացա նախնական զրույցի ընթացքում։ Կարողանում եք։ Կարողանում եմ։ Մյուս մայրիկը մեր Ռուզաննան է Ղարիբյան, նա ունի աղջիկ, գեղեցկուհի, 5 տարեկան։ Ռուզաննան դեմ է երեխայի դաստիարակության մեջ բռնության որևէ նշան դրսևորելուն եւ ցուցաբերելուն եւ դեռևս նորածնային հասակից կարևորել է երեխայի կարծիքը, տեսակետ ու այդպես շարունակում է նաեւ մինչ օրս։ Ես կարծում եմ, որ դուք արդեն պտուղները քաղում եք դրա։ Այո։ Իրեւ ինքնուրույնության մասին խոսեցինք, առաջին թեման, որ քննարկելու ենք այսօր, ինքնուրույն երեխա մեծացնելու գաղտնիքն է, հա, մոտավոր այսպես կարելի է անվանել տեսանյութը, բայց նախքան զրույցին անցնելը, հա, ձեր փորձով կիսվել, առաջարկում դիտել տեսանյութ, որտեղ կհնչի նաև մասնագիտական խորհուրդ, մեկնաբանություն, որից հետո արդեն կվերադառնանք տաղավար եւ կլսեմ արդեն ձեզ։ 4-ամյա Գարիկն իր ծնողներից գրեթե ամեն օր նույն արտահայտությունն է լսում. դու արդեն մեծ ես։ Լսում է եւ փորձում իրեն մեծի պես դրսևորել։ Ինքնուրույն հագնվում է, կարգի բերում սենյակը, քույրիկի ձեռքը բռնած զբոսանքի տանում, մայրիկի հետ տնից դուրս գալիս էլ պարտադիր հարցնում է. ոչինչ չես մոռացել։ Փոքրիկի ծնողները ինքնուրույն երեխա դաստիարակելու ճիշտ ճանապարհին են։ Մասնագետների վստահեցմամբ երեխայի ինքնուրույնությունը եւս պետք է մարզել։ Մարզանքը հարկավոր է սկսել ծնված օրից։ Ամենակարևորը երեխայի հետ հավասարի պես շփվելն է։ Դու արդեն մեծ ես արտահայտությունը շոյում է երեխայի ինքնասիրությունը եւ պարտավորեցնում ավելի ինքնուրույն ու կազմակերպված լինել։ Հետաքրքիրն է, որ նորածին երեխայի հետ նույնիսկ երբ որ խոսում է շատ բարդ բաների մասին կամ պատմում ես բավականին բարդ պատմություններ, այդ երեխաները շատ ուշադիր դա լսում են, շատ ուշադիր իրանք հա թվում է թե հասկանում են, իրականում միգուցե չեն հասկանում, հա, բայց այդ ինտոնացիոն մեր մոտեցումը, որ մենք մոտենում ենք որպես մեծի, չէ՞, որտեղ այդ ժամանակ մենք բուջուրի նման ինչ-որ sense բան անելով չենք խոսում, չէ՞, ավելի հասուն ենք խոսում, իրանց դուր է գալիս։ Թույլ տվեք երեխային ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչ հագնել կամ սպորտային որ խմբակը հաճախել։ Հնարավորինս սահմանափակեք չի կարելիների թիվը։ Երեխային իհարկե կարող եք աջակցել եւ ուղղորդել, սակայն այնպես, որ նա գլխի չընկնի։ Եթե օրինակ ցանկանում եք, որ փոքրիկն ինքնուրույն հագնվի կամ սանրվի, ապա նրա համար հեշտ կապվող կապիչներով կոշիկ ընտրեք։ Սանրն ու հայլին էլ հասանելի վայրում պահեք։ Եթե որոշել եք, որ նա պետք է սովորի ինքնուրույն հագնվել, ապա այլևս երբեք այդ գործընթացին մի միջամտեք։ Մենք անում ենք լրիվ հակառակը, մենք մինչև բավականին մեծ տարիքը փորձում ենք հացնել, համվածնել երեխային, կերակրել, քթալով եւ այլն, որով զրկում ենք իրան ինքնուրույնությունից։ Մենք հեշտացնում ենք մեր գործը, ասելով ավելի լավ է ես հագցնեմ, բայց խնդրեմ չունենամ, քան մի ժամ ավել ծախսեմ, որպեսզի ինքը սովորի, օրինակ եմ ասում, հա, ինքնուրույն հագնվել կամ ինքնուրույն ուտել։ Ինչ եփել այսօր։ Ներգրավեք փոքրիկին ձեր կենցաղային գործերի մեջ։ Թող փոքրիկը ձեզ հետ միասին սեղան գցի, խմոր հունցի, հատիկավորները մաքրի կամ ամանները լվանա։ Համբերությամբ զինվեք եւ կողքից հետևեք այդ հիասքանչ տեսարանին։ Դիտողություններ մի արեք, ընդհակառակը քաջալերեք։ Վստահ եմ, որ դու կարող ես դա անել։ Կենցաղային գործերում ընդգրկվելիս երեխան իրեն պիտանի է զգում։ Հասկանում է, որ տանն ինքը ոչ թե խաղալիքի դերում է, այլ ընտանիքի լիիրավ անդամի։
Ընտանեկան որոշակի քննարկումներին պիտի մասնակից դառնա, իր խոսքը պիտի լսելի լինի, բայց ոչ թե երեխան պիտի լինի իշխող, ոնց որ մեզ մոտ է, ուղակի կապրիզի ֆոնի վրա եւ թելադրող, այլ ինքը պիտի դառնա հավասարազոր անդամ տան։ Նենց ոնց որ հայրն է, մայրն է, մյուս եղբայրն է, քույրն է, նույն ձևի ինքը պիտի դառնա, ու եթե որոշում են գնալ հանգստանալու ինչ որ միտեղ ու դա պիտի ընտանիքում քննարկվի, անկախ տարիքից երեխան պիտի այդ քննարկմանը մասնակցի։ Տանը երեխան պետք է իր սեփական տարածքն ունենա։ Պարտադիր չէ նրան առանձին ննջասենյակ հատկացնելը։ Բնակարանի մի անկյունում տեղադրեք փոքրիկի սիրելի խաղալիքները, գրենական պիտույքներն ու անձնական այլ իրեր։ Թող նա իմանա, որ այդ անկյունի պատասխանատուն հենց ինքն է։ Եթե իր անզգուշության պատճառով խաղալիքները հանկարծ կորեն, կեղտոտվեն կամ կոտրվեն, մեղավորը հենց ինքն է լինելու։ Պետք է ուղղորդել իրան այնքան նուրբ, որ ինքը բռնություն դա չհասկանա։ Այլ ինքը դա հասկանա որպես համագործակցություն, խորհուրդ, մեծ ընկերոջ տեսակետ, որը կարելի է քննարկել եւ այլն։ Ինքնուրույն երեխա դաստիարակել դեռ չի նշանակում զրկել նրան անհոգ մանկությունից։ Ճիշտ հակառակը, երեխաների հետաքրքրասիրությունն անսպառ է։ Նրանք հենց իրենք են ձգտում ինքնուրույնության, ամեն օր փորձում են ապացուցել, որ արդեն մեծ են։ Պատահական չէ, որ նրանց այդքան հեշտ է կաշառել, կերպ որ շուտ մեծանաս արտահայտությամբ։ Ուրախությամբ ընդունեք ձեր փոքրիկի ինքնադրսևորման նույնիսկ ամենաչնչին փորձը, հաճախ գովեք նրան, ցույց տվեք, որ նա առաջին հերթին ձեր ընկերն է, ով կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, պատասխան տալ իր արարքների համար, հարկ եղած դեպքում էլ մայրիկին ու հայրիկին պիտանի խորհուրդ տալ։ Դիտեցինք տեսանյութը, լսեցինք հոգեբանի կարծիքը, մեկնաբանությունը, սկսենք առաջին կետից, հայ հասարակության մեջ իսկապես ինքնուրույն երեխաներ շատ հազվադեպ կարելի է հանդիպել, ամբողջ մեղավորությունը մեր ուսերին է, որովհետև մենք երբեմն սիրում ենք գերխնամել մեր երեխաներին։ Այ մասնագետը նշեց, որ մենք նրանց փոխարեն սիրում ենք ուտացնել, արագ հագցնել, դա ավելի արագ է տեղի ունենում, երբեմն նյարդերը պարզապես չի բավականացնում նստել ու սպասել։ Ձեզ ինչպես է հաջողվում հասնել դրան, թե խոստովանում եք, որ դուք եք սխալներ գործում։ Խոստովանում եմ, որ սխալները գործում եմ ժամանակաժամանակ։ Չնայած աշխատում եմ ամեն օր, ինքնուրույնություն պարբերաբար աշխատում եմ երեխաներիս վրա, որ ինքնուրույն հանձնարարականներ եմ տալիս տան հետ կապված, օրինակ այդ աղթափելը մեծից վրա է, հաց առնելը, մանր-մունր խանութ իջնելը, այսինքն կատնամթերք վերցնելը, չնայած մեկ-մեկ հետևում եմ, որովհետև դպասերի փոխարեն մատուն է բերում, բայց թողնում եք միևնույն։ Բայց թողնում եմ, այո, իհարկե։ Ամեն ինչ իհարկե սկսում է դեռ վաղ մանկական հասակից, Անիի բալիկը 1 տարեկան, մի քանի ամսական է եւ հենց այս փուլից են սկսում, ճիշտ կամ սխալ մեթոդները։ Ես ուզում եմ ասել, որ կարելի է ասել ես երեխայի ինքնուրույն դաստիարակության մեջ իմ առաջին քայլերն եմ անում, բայց նրա վարվելակերպի մեջ արդեն նկատելի են հենց ցանկությունը իր կողմից որոշ բաներ անել ինքնուրույն, որից կառանձնացնեմ հատկապես նրա ուտելու, ցանկությունը, երբ որ քթալը տեսնում եմ իմ ձեռքին նրան կերակրելիս միանգամից ձեռքը գցում եմ, որ արդեն ինքը ուտի, ու արդեն ես տալիս եմ նրան կաթնաշոր ուտելիս օրինակ, նա արդեն ինքնուրույն կարողանում է դնել եւ ուտել այն ամենը, ինչը որ նա սիրում է, հեշտությամբ կարողանում է ուտել։ Դեռ 1.5 տարեկան է եւ կարելի է ասել որոշ չափով հաղթահարում ենք եւ թեև կեղտոտում եմ միանշանակ գալիս է այդ պահը, քանի որ ես ունեմ բնականաբար տատիկների օգնությունը իմ կողքից, որոշ չափով փորձում ենք թույլատրել նրան։ Ամեն բան սկսվում է այ ուտելու գործընթացից, ասում են, չէ, 8-9 ամսականից թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն ուտի, որտեղ նա կարող է իրեն հասանելի սննդատեսակներ, իհարկե, բայց առաջին դեպքից հետո, երբ ամբողջ մարմնով, հագուստով, տարածքով երեխան կեղտոտում է, երկրորդ անգամ շատ քիչ ծնողներ են որոշում դիմել այդ փորձությանը ու այդպես շարունակվում է։ Իմ աղջիկն էլ շուտով կդառնա 5 տարեկան, ես էլ եմ փորձում բարձրացնել արդեն ինքնուրույնության աստիճանը, որպեսզի հասնենք մեր ուզածին։ Բայց ասեմ, երբ որ ես հանձնարարում եմ շորերը հագնել կամ հանել քնելուց, արթնանալուց հետո, երբ որ նա նեղվում է, օգնության են գալիս, հասնում տատիկը, պապիկը եւ մնացած հարազատները։ Ես եթե թեքվում եմ այն կողմ, արդեն վերջ էլ
չեմ կարողանում վերահսկել իրավիճակը, օգնության են հասնում։ Ու մեր խնդիր է առաջանում արդեն, որ ես ասում եմ ինքնուրույն, նրանք ասում են, չէ, պետք է օգնենք։ Փոքրիկ է, այո։ Փոքրիկ է, երեխան ուժ չունի, մեղք է։ Բայց ես միանշանակ կողմ եմ ինքնուրույնությանը, իհարկե։ Եվ խաղալիքները հավաքելուն, երբ որ թափել է խաղալիքները, պիտի հավաքի։ Այ ասում եմ, մամ, կարող եմ այսինչ խաղալիքը այստեղ դնել, այնտեղ դնել, նվիրել։ Քոնն է։ Ես ասում եմ քոնն է, դու ինքդ որոշի տվյալ խաղալիքի ճակատագիրը։ Ինչ է կարծում, որքանով է ծնողի ինքնուրույնությունը կամ մոտեցումից կախված, հա, երեխան հետագայում կդառնա ինքնուրույն թե ոչ եւ ինչպես պետք է գտնել այդ ոսկե միջին տարբերակը։ Երկու տղաներին դաստիարակել եմ նույն մոտեցմամբ, սակայն երկուսը տարբեր են այդ ինքնուրույնության առումով։ Փոքրս ինձ մեկ-մեկ թվում է, որ ինքը հենց ինքնուրույն ծնվել է։ Ամենից ինչն է ինքնուրույն անում, այ ինքնուրույն երբեմն չենք էլ հասկանում թե ով է ինքնուրույն երեխան։ Թեյի բաժակը ինքնուրույն տանում է լվացանի մոտ, եթե չի լվանում, անգամ դնում է լվացանի։ Առանց ասել։ Այո, այո։ Ինքնուրույն հագնում է կոշիկը, շորերը հանում, սիրուն, ծալում, սիրուն, կանչ մամարի տես ինչքան գեղեցիկ եմ շորերս տալել։ Իսկ մեծս չի ասինա։ Իսկ որոշումներ կայացնելու հարցում Իրեն։ Այ երբեմն այ ինքնուրույնությունը միայն կենցաղային գործերով չի սահմանափակվում, հա, ինքնուրույն երեխան նա է, ով օրինակ ինքնուրույն կարողանում է ծնողին համոզել կամ խորհուրդ տալ, ես ուզում եմ այս խմբակը գնալ, ուզում այս որոշումը կայացնել, ծնունդին գնալ թե ոչ, այս ընկերոջ հետ ընկերությունը, այսինքն ավելի գլոբալ հարցերում նկատում եք այդ առանձնահատկությունը։ օրներ, չէ։ Ես գրքեր էի ասեն սիրում դրել, ասեն տրի տես, որն ես ուզում նվիրես քո ընկերոջը։ Հեքիաթները թողեց մի կողմ, ընտրեց իր սիրելի գիրքը, որ նվիրի իր ընկերոջը։ Ընտրությունը ինքը կատարեց գիրք նվիրելու։ Ինքնուրույն երեխա մեծացնելն էլ ծնողի համար բարդ է, որովհետև մեզ համար շատ ավելի հեշտ է նրա փոխարեն ինչ-որ բան անել, քան թողնել, որպեսզի նա դա անի, հա, 1, 2, 3 գործողություն, ես օրինակ իմ օրինակով կարող եմ դա ասել, հա, երբ շտապում ենք, առավոտյան պետք է դպրոց գնանք եւ նախաճաշելու ժամանակն է ու ասենք կատնաշորն է պետք է ուտի, չի սիրում, բնականաբար եթե թողնեմ, նա 1 ժամ դա կուտի։ Ես ստիպված սկսեմ արագ-արագ ուտացնել, արագ-արագ հագցնել, որպեսզի ու այդպես սա կա վտանգ, որ կվերածվի վաղը չեմ իսօր արդեն ոչ ինքնուրույնության։ Իհարկե այստեղ էլ սահմանը դժվար է հասկանալ, ով է ինքնուրույն երեխան։ Արդյոք միայն օրինակ ինքնուրույն հագնվող կամ ուտող երեխան սա ինքնուրույն երեխա է։ Այլ ինչ մեթոդներով է հնարավոր մեծացնել ինքնուրույն երեխա։ Սկսենք մոտեցումից, կարծիք հարգել, վերաբերմունք դրսևորել, խոսել նրա հետ, հա, արդյոք սրանք եւս դաստիարակում են երեխայի մեջ այդ հատկանիշը ինքնուրույնությունը։ Պետք է հստակ սահման դնել ինքնուրույնության նույնիսկ աստիճանի դաստիարակման հետ կապված, ավելի հասուն տարիքում վտանգի չվերածելով այդ ինքնուրույնությունը։ Այնուամենայնիվ, որքան ինքնուրույն ենք մենք փորձում դաստիարակենք մեր երեխաներին, մենք պետք է շարունակենք մնալ նրանց ընկերը, այսինքն հետագայում վտանգավոր քայլերից կամ ինքնուրույն որոշումների ռիսկային ֆոնի վրա նման վտանգավոր քայլերը կանխարգելելու դեպքում երեխան պետք է այնուամենայնիվ փորձի կիսվել իր ծնողի հետ, միանշանակ ինքնուրույնությունը պահպանելով եւ չգիտակցելով, որ կիսվելու դեպքում ինքը արդեն ինքնուրույն չի կամ ինչ որ փոքր երեխա է, որ պիտի կիսվի իր ծնողի հետ։ Շատ լավ, մենք մոտավոր հասկացանք ով է ինքնուրույն երեխա եւ ինչպես պետք է հասնել դրան, առաջին հերթին ծնողի օրինակ, երկրորդը հաշվի ենք առնում նրա կարողություններն ու ունակությունները եւ թույլ տալիս, որպեսզի հա տարիքին համապատասխան երեխան դառնա ինքնուրույն եւ իհարկե խուսափում են գերխնամքից, ինչը միանշանակ կոտրում է երեխայի մեջ ինքնուրույնությունը։ Անցնում ենք հաջորդ թեմային, որն անչափ հետաքրքիր է երջանիկ երեխա։ Հա, թվում է մանկության տարիներին բոլոր երեխաներն են երջանիկ, բայց անգամ նորմալ ընտանիքներում հնարավոր է որ մեծանան ոչ երջանիկ երեխաներ։ Եկեք միասին դիտենք տեսանյութը, որից հետո կվերադառնանք տաղավար։ Աշխարհի բոլոր ծնողներն ունեն մեկ նմանություն։ Մենք երազում ենք, որ մեր երեխաները լինեն առողջ, հաջողակ եւ վերջապես երջանիկ։ Այդ մասին երազում ենք բոլորս, բայց երազանքին հասնելու ճանապարհին երբեմն մոլորվում ենք ու մոռանում դրա մասին։ Մեր երեխան պետք է լինի երջանիկ։ Իսկ ինչպես։ Իսկ ով է երջանիկ երեխան։ Տեսանյութի վերջում փորձեք անկեղծորեն գնահատել ու խոստովանել։ Արդյոք դուք թույլ եք տալիս երեխային երջանիկ լինել։ Չպատճառաբանված չի կարելիների միջավայրում մեծացող սեփական կարծիքն ու ցանկությունները բարձրաձայնելու իրավունք ու հնարավորություն չունեցող փոքրիկը չի կարող լինել երջանիկ։
կարևորագույն հատկություններից մեկը դա հաղորդակցումն է։ Ինչքան հնարավոր է շատ սիրել երեխային եւ շատ հաղորդակցվել նրա հետ։ Շփումը երեխայի հետ դա երևի թե նրա համար ամենակարևոր զարգացման համար եւ հետագայում իրացված եւ ռեալիզացված մարդ դառնալու համար, երջանիկ լինելու համար կարևորը հենց հաղորդակցումն ու շփումն է։ Միասին խաղալ, միասին կառուցել, միասին չարաճճիություն ու խենթություններ անել, միասին կանոններ խախտել, կարևորը միասին։ Ծնողը կարող է առավոտից երեկո երեխայի կողքին լինել, բայց անգամ մեկ նախադասություն չփոխանակել, մեկ խաղ չխաղալ, մեկ հեքիաթ չպատմել։ Սա չի նշանակում միասին։ Երջանիկ, կայացած ու ինքնուրույն երեխա դաստիարակելու ու մեծացնելու բանաձևի առաջին կարևորագույն հիմնաքարը երեխայի հետ հնարավորինս շատ շփվելն է։ Որակյալ ու առողջ ծնունդով, գեղեցիկ ու բազմազան խաղալիքներով ու հագուստով, ճոխ ծնունդներով երեխայի համար երբեք չեք կարող երջանկություն գնել։ Դրանք չեն կարող փոխարինել միասին անցկացրած զբոսանքի, ֆուտբոլ խաղալու, մահճակալի մեջ խենթություններ անելու հաճույքը։ Ծնողը երբ որ առնում է նոր իր, գնում է կամ նոր խաղալիք եւ այլն, դա ինքը իր մեղքի զգացումից է ազատվում, դա միայն ծնողին է ազատում մեղքի զգացումից, որ այն ժամանակը, որ ինքը պետք է անցկացներ ենթադրենք երեխայի հետ, աշխատել է կամ չի աշխատել, երեխային դա ոչինչ չի տա, որովհետեւ նոր իրը խաղալիքը ինքը չի կարող լրացնել այն հաղորդակցումը, շփումը ծնողի հետ, որը որ նա չի ստացել։ Երջանիկ երեխա մեծացնելու բանաձևի հաջորդ պայմանը ներդաշնակ ու խաղաղ ընտանիքն է։ Անսեր, անհարգալից, կոնֆլիկտային ընտանիքում ձեզ չի հաջողվի երեխային երջանիկ դարձնել։ Երեխան միշտ իրեն մեղավոր է համարում ծնողների միջև եղած կոնֆլիկտների համար, այսինքն մեղքի զգացումը որպես հետևանք իր ծնում է ագրեսիվություն, տագնապ, կոնֆլիկտ, մարդը չի կարող լինել միշտ զոհ, փաստորեն այս կարգավիճակում ինքը զոհ է լինում, եւ եթե այդ եռանկյան մեջ ինքը մի անկյունում զոհ է, ապա մեկ այլ անկյան մեջ, այսինքն մեկ այլ հարաբերություններում ինքը պետք է լինի ագրեսոր, կոնֆլիկտային։ Կարելիների ու չի կարելիների, լավի ու վատի, գերազանցի ու անբավարարի շրջանակը սեղմվում է հատկապես դպրոցում։ Դպրոցական նոր միջավայրին հարմարվելու, կրթական ծրագրի դժվարությունները հաղթահարելու համար երեխային անհրաժեշտ է ուսուցչի աջակցությունն ու ուշադրությունը, սերն ու հանդուրժողականությունն իր անձի ու հետաքրքրությունների նկատմամբ։ Եթե երեխան դու հանդիպում ես, կարևոր չի որ անկյունում, այս աշխարհի ինքը քեզ ամենահետաքրքիր մարդը չի, ուրեմն դու մանկավարժությամբ չպիտի զբաղվես։ Ինքը քո հերոսն է։ Դու պիտի ազատվես առաջի պլանից, գրատախտակի մոտից, քո ասածը կարևոր է, ես եմ կարևոր, հիմա ինձ լսեք, նստեք, չէ, սիրելիս, հարգելի գործընկեր, կարևորը այդ մարդն է, այդ երեխան է։ Չսովորած դասի կամ մանկական կամակորության ու չարաճճիության համար ուսուցչի նվաստացնող դիտողությունը, անդաստիրակ ու հիմար պիտակավորումները հաճախ ճակատագրական կարող են լինել երեխայի համար։ Ստորացված, զրոյացված ինքնագնահատականով աշակերտը վաղվա չկայացած, սեփական կարծիք ու դիրքորոշում չունեցող քաղաքացին է։ Աշակերտական սեղանի այն կողմում նստած մարդուկի նկատմամբ անհատական մոտեցում, լավագույնս ինքնադրսևորվելու հնարավորություն, հարգանք եւ երեխան միգուցե չդառնա ավելի լավ աշակերտ, բայց միանշանակ մեկ քայլով ավելի մոտ կկանգնի երջանիկ մարդ բնորոշմանը։ Արժանապատվության հարգումը անձի դա տարիքի հետ բացարձակ կապ չունի եւ դիրքի հետ էլ կապ չունի։ Ուսուցիչը ով հանկարծ որ ստորացրիր, որ որևէ ոտնձգություն կատարեցիր, վիրավորեցիր, արհամարեցիր, դեմքի արտահայտությունը փոխեցիր, մատը ցուցամատ դարձրեցիր, չկա արժանապատվության հարգում, դա դպրոց չի, դա ուրիշ բան է, դա բանտ է։ Մեր շրջապատում մեծացող ցանկացած երեխայի երջանիկ լինելու հարցում կարևոր ենք յուրաքանչյուրս։ Մեծերի աշխարհից հնչած մեկ կոպիտ ստորացնող խոսքը, խիստ ու քննադատական հայացքը, նվաստացնող պիտակավորումը բավական է, որ մենք կոտրենք եւս մեկ երեխայի, մեր ու նրա միջև եղած կամուրջը։ Ուրիշի, անգամ անծանոթի երեխային սիրելն ու հարգելը եթե ոչ բնական, ապա պարտադիր պայման է։ Չէ՞ որ երեխան մեծանում ու ձևավորվում է նաև հասարակության շնորհիվ, իսկ հասարակությունը մենք ենք։ Հասարակության մոտեցումն է երեխային, ավտորիտարան։ Կա այդ մոտեցումը, որ մենք ավելի լավ գիտենք, թե իրան ինչա պետք, մենք ավելի լավ գիտենք ճիշտը որն է, սխալը որն է, ու այդ ավտորիտարիզմը, որը զրկում է երեխային ազատությունից, դա արդեն չի թողում, որ երեխան ռեալիզացվի այն մակարդակով, որը որ նա կարող է։
անկախ տարիքից, անկախ ունակություններից ու հմտություններից, անկախ տեսակից ու բնավորությունից, անկախ լավ ու վատ սովորելուց երեխային սիրել է պետք։ Սիրել ոչ թե հանուն, այլ որովհետև նա եզակի է, անկրկնելի, որովհետև ձերն է։ Սիրել գիտակցված քայլերով, ամեն վայրկյան ինքներս մեզ հաշիվ տալով, որ երեխայի նկատմամբ իրականացվող յուրաքանչյուր գործողություն, նրա հասցեին հնչող ցանկացած խոսք իր արմատներն է գցում նրա փխրուն հոգեկանում, իսկ վաղն այդ արմատները ճյուղեր ու պտուղներ են տալու։ Կլինեն դրանք բարի, առողջ, հասարակությանը պիտանի պտուղներ թե աղավաղված, թշվառ կամ վտանգավոր, միանշանակ կախված է այն հանգամանքից, թե ինչպես, ինչու ու որքան ենք մենք սեր տալիս մեր երեխաներին այսօր։ Ով է երջանիկ երեխան, տեսանյութում իհարկե հստակ բաժանում կար եւ հիմնականում խոսվեց այն գործոնների ու պայմանների մասին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի երեխան երջանիկ մեծանա։ Ես ուզում եմ նախ դուք ավելացումներ անեք, ձեր կարծիքով, ինչ է անհրաժեշտ երեխային երջանիկ լինելու համար։ Ձեր երեխայի օրինակով թեկուզ։ Նախ եւ առաջ կուզենամ ասեմ, որ երեխան ինչքան երջանիկ պետք է լինի տան պատերի ներսում, նույնքան երջանիկ էլ պետք է լինի տան պատերից դուրս։ Այսինքն, եթե երեխային փորձում են ծնողները ամեն կերպ աջակցել եւ նրան փորձում են երջանիկ թե խաղերով համալրել նրա առօրյան, թեկուզ հենց վաղ տարիքից երեխային անհրաժեշտ է անպատճառ շփում փոքրիկների հետ, մյուս փոքրիկների հետ, քանի որ հենց նրանց միջոցով է երեխան դառնում հենց հասարակության մաս, միանշանակ ճանաչում իրեն, ինչու՞ չէ դաստիարակվում նրանցից եւ կարողանում է երջանիկ զգալ հենց իր հասակակիցների մեջ է իրեն երջանիկ զգում եւ հենց այդ խաղերը, որը որ ծնողի հետ է խաղում, շատ ավելի ճիշտ է, որ փորձի փոխարինել նաեւ երեխաների հետ։ Հենց վաղ տարիքից իմ երեխան 1.5 տարեկան է, ես արդեն նշեցի, եւ փորձում եմ արդեն այս տարիքից կապել իր հասակակիցների հետ, տանել բակ, ինչու՞ չէ տարբեր խաղահրապարակներ, որտեղ նա շփվում է, ինչու՞ չէ արդեն ձեռք է բերում ընկերներ, ընկերուհիներ եւ փորձում է որոշ չափով ներվել նրանց հետ։ Այսինքն երջանիկ է նաեւ երեխան, ով մշտապես շփվում է իր հասակակիցների հետ։ Կարևոր պայմաններ կարծում։ Կարծում եմ, որ երջանիկ նախ պետք է ընտանիքը լինի երջանիկ, երեխան մեծանա առողջ երջանիկ ընտանիք մթնոլորտում։ Կարծում եմ կան ծնողներ, չէ, ովքեր հագուստ են գնում, սնունդով են ապահովում, լավ լպոց են ուղարկում, կարծում եմ, որ վсё, դա է։ Մոռանում են, մոռանում են նյութականը լեցնում են, մոռանում են արդեն հույզերը, ջերմությունը, կապը, հոգեկան կապը երեխայի հետ։ Կարծում եմ, որ ամենակարևորը հոգեկան կապն է երեխայի հետ, որ միշտ ապրես նրա կյանքով, հույզերով, դրսևորես բարությունը միայն։ Օրինակ շատ ժամանակ տղաս որ գնում է դուրս, զգում եմ այդ գալիս է տուն, սենց ունքերը կիտած, մի անգամ հարցելուց թե ինչ է պատահել, չի պատասխանում, անդադ որևէ ժամանակ անդադ մոտեցնում եմ, կամած սկսում է արդեն սենց փորձում եմ ջերմություն ծերմանել նրա մեջ, որ բարություն, օգնել գտնել ճանապարհը, ելքը, ճիշտը գտնել, միշտ իր կողքին եմ լինում։ Ու խորհուրդ կտամ բոլոր մայրիկներին, որ միշտ իրենց բալիկների կողքը լինեն, աջակցեն, կարեկցեն, ջերմություն տան։ Դա կարծում եմ ամենակարևորը դա է։ Դուք ինչ կավելացնեք։ Այս վերջում մի ֆրազ կարդացի, որ պետք է երեխային 17 անգամ օրը գրկել եւ 10 անգամ համբուրել։ Պետք չէ հաշվել, պետք չէ հաշվել, քանի անգամ ենք մենք գրկում կամ համբուրում մեր երեխաներին։ Ուղղակի ինձ թվում է պետք է արթնանալու ժպիտով իրեն բարևել, քնելուց բարի գիշեր մաղթել անպայման։ Երեխային պետք է աջակցել, խոսել, անպայման խոսքը շատ կարևոր է երեխայի հետ։ Եվ երբ որ ես կողքից նայում եմ, թե ինչպես է ինքը խաղում իր խաղալիքների հետ, ինչ է խոսում, ինչ թեմայի շուրջ է իր խաղը, հասկանում եմ, որ զուտ չեն անցնում իմ խոսքերը իր համար։ Իհարկե ձեր բալիկները դպրոց չեն գնում, բայց կարծում եմ դուք կհիշեք դպրոցական տարիներ ու որքանով է կարևոր անհատի մարդու համար նաև տան պատերից դուրս, ինչպես Անին ասաց, երջանիկ լինելը, որովհետև մենք կարող ենք երջանիկ ընտանիքից դուրս գանք, ամեն ինչ նորմալ է, բայց դպրոցում, որտեղ անցնում է մեր օրվա մեծ մասը, այնպեսի մթնոլորտ լինի ու վերաբերվում, որ մենք պարզապես աստիճանաբար, հոգեկան տարբեր խնդիրներ ձեռք բերենք։ Համաձայն եք, դպրոցը որքանով է կարևոր երջանիկ երեխայի համար։ Կարող եմ հիշել իմ մանկությունը եւ իմ դպրոցական տարիները, որոշ չափով վիրավորանքներ դեռ
արվում էին եւ յուրաքանչյուր աշակերտ տվյալ պարագայում մեր դասարանում անպատճառ անձնական վիրավորանքներ Հիմա էլ է դա շարունակում ցավոք սրտի։ Ցավոք սրտի ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ դա մանկավարժների կողմից չափազանց մեծ սխալ է, ինչպես նաեւ դպրոցի տնօրինության կողմից եւ յուրաքանչյուր դաստիարակ, յուրաքանչյուր ուսուցիչ պետք է վերահսկվի որպես հոգեբան նույնպես, հա, որոշակի թեստեր պետք է անցնի, նոր անցնի աշակերտների հետ դաստիարակության, որովհետև երբեմն նույնիսկ եղել են հարվածներ աշակերտներին ուսուցչի կողմից։ Դա կարծում եմ անընդունելի տարբերակ է եւ չէ որ այդտեղ երեխան արդեն գալիս է ինչ որ բան ստանալու եւ ոչ թե ինչ որ հոգեկան խնդիրներով տուն վերադառնալու։ Այդ դպրոցական տարիները եթե հիշենք, որ նույնիսկ հա ուսուցչի մեկ կոպիտ խոսքից հետո մենք տվյալ առարկան չենք սիրել ու երբևէ դրա մասին չենք ցանկացել լսել։ Դպրոց ասելով միայն ուսուցիչներ, տնօրեններ, հարաբերություններ, նաեւ ընկերներն են այստեղ, այսինքն ուղղակի երբ ծնողը ղեկավարել, կառավարել նրա կողքին լինել չի կարող եւ շատ կարեւոր է որ հենց այդ օղակում երեխան նաեւ շարունակի երջանիկ լինել։ Դա էլի գալիս է ընտանիքից, երբ որ երեխան անհատ է ձևավորվում ընտանիքում, այ որ իրեն անընդհատ չեն ասում, սա դու չես կարող, նա դու չես կարող, սա դու մի արա, որտեվ քո մոտ չի ստացվի։ Դպրոցում, բակում, քոլեջում, չգիտեմ, այլ հասարակությունում նա չի կարողանում։ Իրեն թվում է թե ինչ որ նախաձեռնության դեպքում նա անպայման կձախողի։ Այ երբ որ դու խրախուսում ես տանը երեխային, ուժ ես տալիս։ Հոգեպես առողջ երեխա ես դաստիարակում։ Հոգեպես առողջ երեխան ամենուրան իրեն կարող է դրսևորել, ինձ թվում է։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր քննարկումը մոտեցավ ավարտին, մենք այսքան մի քանի րոպեների ընթացքում կարճ ժամանակահատվածում անդրադարձանք տարբեր թեմաներին, հետաքրքիր էր լսել ձեր փորձը, ձեր խորհուրդները, ես կարծում եմ, որ մայրիկներն իրենց մամայական պրակտիկայում դրանց անպայման կհետևեն։ Եվ վերջում իհարկե ծրագիրն ամփոփենք մեր կարգախոսով, համոզված եմ, որ դուք էլ առաջնորդվում եք հենց դրանով, մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեզ։